բարեգործներ, ես ուզում եմ ձեզ այսօր ներկայացնել վաղվա օրվա թվանշանի վեդայական, թվահոգեբանական թվանշանի ուրեմն վիբրացիա, քանի որ 10-ն է, մեկին գումարում ենք 0, անում է 1։ Այստեղ կարող են կանխատեսելի ինչ-որ բաներ լինեն, վաղը մի զարմացեք, 0 թվանշանը դա կապ ունի նաև ուրանի հետ չմոռանանք և 0 նշանը ինչ-որ բան պետք է 0-յան և նոր սկիզբ դրվի։ Դա կարող է կապ ունենալ մեր լիդերների հետ, այդ մեր քաղաքական գործիչների հետ, որոնք դուք կարող եք տեսնել մեդիադաշտում և այլը։ Ընդհանրապես մեկ տիպը դա արևն է, դա ճանաչված մարդիկ են, և այլը։ Ամեն ինչ խոսելու է նոր սկզբի մասին, վիբրացիաներն են այդպիսի, առաջնորդության, լիդերների հետ կապված, անկախության և մարդկանց ինքնավստահության մասին, որովհետև այս թվանշանի, մեկ թվանշանի վիբրացիան բավականին ուժեղ է և այստեղ դինամիկ էներգիայի մասին է խոսքը, որը խրախուսվում է առաջ շարժվել և ինչ-որ նոր բաներ սկսեք ձեր կյանքում, բայց պետք է վերահսկողությունը կարողանաք ստանձնել։ Հնարավոր իրադարձություններ կարող է լինեն ինչ-որ նոր հնարավորությունների հետ կապված, մասնագիտական շատ մարդկանց կյանքում կամ ինչ-որ անձնական ոլորտներում ձեր, որը նաև հարմար կլինի նոր ինչ-որ ծրագրեր կազմելու, սկսելու, հատկապես կարիերայի կամ ձեր անձնական կյանքի մեջ։ Նաև կարող եք զգալ, որ ավելի վստահ եք ձեր քայլերում, նաև այստեղ հնարավոր կլինի, որ ձեր գաղափարները ընդունվեն ձեր շրջապատում և արժանանան ուշադրության։ Վիբրացիայի ուղերձն է ձեզ, որ լինեք բավականին ինքնավստահ ձեր վրա և լինեք վճռական։ Պետք է չվախենաք ինչ-որ քայլեր անելուց, նաև հարմար պահ կարող է լինել վաղը, այն ինչ դուք մտածում եք դա արտահայտվեք, ինքնաարտահայտության, թե աշխատանքի ձեր, թե անձնական, թե առողջական բոլոր սֆերաների մեջ, շրջապատում, հարաբերությունների մեջ և այլը։ Եթե ինչ-որ որևէ հարց եք ցանկանում որոշեք, լուծեք, սպասում եք, ուրեմն վաղը լավ ժամանակ կլինի, որպեսզի վերցնեք այդ նախաձեռնությունները ձեր ձեռքերը և սկսեք քայլեր անել։ Մարտահրավերները դրանք վաղը ամսի 29-ին, որոնք կարող են լինել այստեղ չափազանց ինքնավստահությունը կամ ինքնակենտրոնությունը ձեզ կարող են խնդիրներ ձեր համար բերել։ Կարիք կարող է լինի ինչ-որ խուսափեք համառությունից և լսելու ուրիշների կարծիքից։ Կարող եք բախվել նաև դիմադրության, այստեղ պետք չի վախենաք, նահանջեք և այլը, հակառակը, որովհետև դրանով տիեզերքը ձեզ միգուցե ինչ-որ ուղղություն ճիշտ ավելի կարող է ցույց տալ։ Մեկ թվանշանը դա լիդերների, առաջնորդների թվանշանն է, որը կարող է դառնալ ինչ-որ նոր սկզբի կետ և նոր հնարավորությունների և ձեր նոր նպատակների համար, որովհետև վաղը հենց տիեզերքը ձեզ կարող է խրախուսել լինել նախաձեռնող և վստահ տրվելով ինչ-որ նոր հնարավորությունների։ Մի փոքր կուզեմ սիրային, անձնական և այլ թեմաներից խոսել վաղվա համար շատ մարդկանց մոտ, ես խորհուրդ եմ տալիս կենտրոնանաք, ավելի լավ կլինի, որպեսզի դուք կենտրոնանաք ձեր տարբեր, եթե ոլորտներում եք հարցեր կա չլուծված, այդ հարցերին։ Նայեք ինչն է հետաքրքիր, որ ես նկատում եմ, որ մեկ թվանշանը ընդհանրապես, եթե սիրայինի հետ մենք նայենք, այստեղ ինչի մասին կարող է խոսել, նոր սկզբի, եթե ձեր կյանքում չկար ինչ-որ անձնավորություն, հնարավոր կլինի, որ վաղը դուք հենց հանդիպեք պատահական ձեր կյանքի տղամարդուն, ով կարող է ձեր պլանները սենց գլխի վայր փոխել, չմոռանանք 0 թիվն էլ կա, այստեղ աշխատում է, բավական ուժեղ թիվ է, և այդ տղամարդը կարող է ձեր կյանքը գլխի վայր փոխել, պլաններն էլ հետը։ Այստեղ հավանականությունը բավականին մեծ է։ Իսկ եթե
զույգեր կան, վաղվա էներգիան հնարավոր է ձեզ խրախուսել բաց ինչ-որ խոսակցություններ կամ նախաձեռնություններ անելու համար, ինչպես ձեր հարաբերություններում, այնպես էլ մարդկանց հետ, հա, շփումների ժամանակ, ինչ-որ բան, եթե չեք կարողանում պարզել, հենց այդ դեպքում, որովհետև շատ լավ ժամանակ կլինի, որպեսզի դուք կարողանաք, եթե կիսատ թողած գործեր կան, դրանք կարգավորել եւ համաձայնության գալ։ Հնարավոր է նաև լինի ինչ-որ տարաձայնություններ, որը կարող է նաև ուրեմն կապ ունենալ ինչ-որ մեկի հետ ձեր հարաբերությունները միգուցե վերականգնելու հետ։ Խորհուրդ եմ տալիս լինել բաց մարդկանց հետ, ցույց տաք ձեր իրական զգացմունքները, ոչ թե արհեստական, եւ չվախենաք առաջին քայլը անելուց։ Կարիերայի ֆինանսների հետ կապված այստեղ նոր սկզբի մասին կարող եմ ասել, բավականին լավ հաջող թվանշան է, լավ վիբրացիա ունի եւ եթե դուք խոսքի օրինակ ցանկանում եք ինչ-որ բիզնես դնել, շատ լավ ժամանակ է նոր սկիզբ դնելու, ինչ-որ բան հինը թողնելու եւ նոր բիզնես դնելու համար, որպեսզի դուք ինքներդ ձեր համար սամ սիբե ռեժիսոր, այդպես են ասում, կառավարեք իրավիճակը։ Եթե խոսքի գործ եք փնտրում կամ կարիերայում աճի հնարավորություն եք, ցանկանում ունենալ, վաղը հենց ճիշտ ժամանակն է, շատ լավ օր է, որպեսզի այս մեկ թվանշանի վիբրացիան օգտագործեք ռիսկի դիմելու համար, չմոռանաք 0 թիվն է, այո, կարելի է ռիսկի դիմել, ինչ-որ նոր քայլեր անեք այդ ասպարեզում։ Հնարավոր է նաև նոր առաջարկներ ստանաք, ինչ-որ նոր նախագիծ, որը կարող է պահանջի վճռականություն ձեզանից եւ նախաձեռնություններ։ Ֆինանսական առումով օրը բավականին բարենպաստ նոր դերտրումների համար, գործարքների կամ ինչ-որ խոշոր, գնումների համար։ Խորհուրդ կտամ չվախենաք ինչ-որ ռիսկերից, բայց պետք է առաջնորդվեք տրամաբանության, տրամաբանորեն։ Դուք հիմա միգուցե ճիշտ էներգիայի հոսքի մեջ լինեք, բայց նյութական կայունություն ստեղծելու համար կարծում եմ դա ձեզ համար կարևոր կլինի։ Ձեր անձնական աճ եւ հոգեվոր ուղի հետ կապված թիվ 1-ը ձեր անձնականի համար այդ աճի ոլորտում նշանակում է, որ դուք պետք է ճանաչեք ինքներդ ձեզ, ինքնաճանաչում եւ ինքնավստահություն։ Վաղվա օրը շատ լավ ժամանակ է նոր ինչ-որ սովորություններ, սկսելու կամ անցյալից ձեր ազատվելու համար։ Եթե ձեր մոտ ինչ-որ ներքին բախումներ ունեք, մեկ թվանշանի էներգիան կարող է ձեզ օգնել բավականին շատ արագ կողմնորոշվելու եւ ընտրեք ձեր կյանքի ճիշտ ուղին։ Հնարավոր է նաև ինչ-որ նոր գաղափարներ ծագի ձեր գլխում, որը կարող է հանգեցնի ձեր կյանքի էական ինչ-որ նոր փոփոխությունների, այս կողմից ես ձեզ խորհուրդ կտամ էլի համարձակ լինել, հավատաք ինքներդ ձեզ, ձեր վրա վստահ լինեք, եւ լսեք ձեր ներքին ձայնին, որովհետեւ վաղը ձեզ տիեզերքը կարող է հուշել եւ տալ նշաններ, որ ժամանակն է, որ դուք ինչ-որ քայլեր անեք, շարժվեք առաջ։ Իսկ ընդհանուր վաղվա մեկ թվանշանի վիբրացիան բավականին հզոր սկիզբեր կարող է լինել շատ մարդկանց մոտ եւ նոր ինչ-որ հնարավորության, թվի մասին ենք խոսում, լավ հնարավորություններ ձեզ տալ, որովհետեւ վաղվա օրը ձեզ կարող է դրդել լինելու առաջնորդ, ինչ-որ քայլեր անելու, համարձակ լինելով եւ ինքնավստահ ձեր վրա։ Սիրային կյանքում նախարաձեռնությունները խորհուրդ եմ տալիս տղամարդկանց ձեր ձեռքը վերցնեք, կարիերայում չվախենաք ոչ մի բանի, ռիսկի դիմեք, օգտվեք այն շանսերից, որոնք գալիս է կգա ձեր ձեռքը, հոգեվոր ուղու վրա բաց լինեք, ինչ-որ նոր հայտնությունների համար, որովհետև վաղը ձեզ կարող է բերել տիեզերքը այնպիսի հետաքրքիր էներգիա, որը ձեզ կարող է տալ լավ հնարավորություններ նոր սկիզբ դնելու համար բոլոր ձեր կյանքի ոլորտներում, Դրա համար դուք պետք է այս մասին վաղը մտածեք, եթե ինչ-որ բաներ կա ձեր կյանքում եւ դուք ցանկանում եք ազատվել դրանից, զրոյացրեք մի բան ձեր կյանքում եւ փորձեք ձեր կյանքում շատ լավ թե եմ պատրաստել ինձ կալենդուլա է հատուկ վարդ կա եգիպտական եւ անանուխ
որովհետև ես սիրվեմ իմ առողջությանը հետևել, սիրելի հետևորդներ։ Ասեմ, որ մաքրում է բոլոր տոքսիկները մարդու օրգանիզմից և վերականգնում նաև լյարդի գործունեությունը։ Եվ վաղը ձեզ լավ հնարավորություններ կարող է տալ մեկ թվանշանը, որ ձեր կյանքում հինը թողնեք, զրոյացնեք, էլ ինչ ձեզ պետք չի և նոր ինչ-որ բան սկսեք ձեր կյանքում։ Այդ լավ հնարավորությունները կարող է ձեզ վաղը ուղարկել տիեզերքը, հարգելիներս։ Այսօր այսքանը մի փոքր կարճ էր, բայց բավականին օգտակար, վաղը այս փոքրիկ կանխատեսումը վաղվա 29/03/2025 թվականի համար է։ Ընդհանուր գումարները, թվանշանները ես գումարել եմ, նաև հաշվարկել եմ Հայաստանի մեր կոդը, ստացել եմ 37 թվանշանը։ 37-ը գումարել ենք 10 արել, 10-ը գումարել ենք, այսինքն մեկին գումարում ենք 0, անում է 1։ Եվ այսպես ես սկսում եմ կանխատեսումներս կամաց կատարել, որովհետև ես շտապելու տեղ չունեմ։ Սիրելիներս, կարծում եմ ձեզ օգնեցի, օգտակար եղավ այս իմ փոքրիկ կանխատեսումը թվահոգեբանական վեդայական, որը ձեզ շատ կօգնի, եթե նոր գործեր ունեք, չվախենաք, ռիսկի դիմեք, բայց լավ մտածեք, նոր սկսեք ինչ-որ քայլեր նախաձեռնել, որովհետև վաղը նշանները շատ կլինեն տիեզերքից և կարող եք օգտվել այդ հնարավորություններից։ Այսօր այսքանը, լավ եղեք, ձեզ հետ ծովինարներ, վեդայական թվահոգեբան։ Այսօր այսքանը, լավ եղեք, ցտեսություն։